2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործություն, որոնցից 1269 թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են։ Սակայն այս պայքարը միայն հանցագործությունների բացահայտումը չէ։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության եւ իրավապահ համագործակցության վարչության պետի խոսքով ոստիկանության ստորաբաժանումներն ամեն օր իրականացնում են նպատակային եւ համակարգային միջոցառումներ ապօրինի շրջանառության կանխարգելման եւ թմրամիջոցների հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ։ Աճել է այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, կազմելով 52.7%, նախորդ տարվա 50.9-ի դիմաց։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք, նախորդ տարվա 802 դեպքի դիմաց։ Ինչ վերաբերում է թմրամիջոցների մաքսանանգությանը, ապա ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանանգության 38 դեպք։ Մինչ իրավապահները պայքարում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, առողջապահության ոլորտում առաջնահերթությունը կախվածություն ունեցող անձանց բուժումն ու վերականգնումն է։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում տարիների ընթացքում հիվանդանոցային բուժում է ստացել ավելի քան 1000 քաղաքացի եւ այդ բուժումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար իրականացվում է անվճար։ Այս մասին տեղեկացնում է կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալը, հավելելով, որ վերջին 5 տարիներին կենտրոնում հաշվառված անձանց թիվը աճել է։ Աճել է 6.3%-ով, ցավոք սրտի դրանց մեջ աճում է կանանց թիվը մոտ 8%-ով եւ անչափահասներ ունենք մենք հաշվառված, թիվը իհարկե չի աճում, բայց ամեն տարի մենք ունենում ենք 6, այսպես ամեն տարվա կտրվածքով կարող եմ ասել 6, 9, 7, 8 եւ ելի 6 անչափահասներ հաշվառված։ Խնդրի լուծումը նախատեսում է ոչ միայն ընթացիկ, այլև երկարաժամկետ քայլեր։ 2025 թվականին հաստատվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը, որը ներառում է կանխարգելումը, բուժումը եւ տարբեր կառույցների համատեղ աշխատանքը։ Ծրագիրը իրենից ենթադրում է ավելի հանրային առողջապահական տեսանկյունից գործողությունների իրականացում եւ միտված է հենց առավել շատ դեռահասների եւ երիտասարդների շրջանում այս թմրամիջոցների գործածման կանխարգելմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաեւ անչափահասներին։ Իրավապահները դպրոցներում պարբերաբար հանդիպումներ են անցկացնում երեխաներին ներկայացնելով թմրամիջոցի վտանգներն ու դրանց հետևանքները։ Կանխարգելիչ աշխատանքներին ներգրավված են նաեւ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ եւ կրթության ոլորտի պատասխանատուներ։ Մասնագետները հիշեցնում են, խնդրի դեմ պայքարում կարևոր դեր ունեն նաեւ ծնողները։ Երեխայի կտրուկ փոխվելը պիտի անհանգստացնի, հա, շրջապատի փոփոխությունը, հետաքրքրությունների փոփոխությունը, ուսման, նախկինում սպորտով զբաղվելու նկատմամբ անտարբերությունը, նիհարելը, չքնելը, դյուրագրգռությունը, լարվածությունը, անհասկանալի անադեկվատ վարքը առավել եւս, այսինքն եթե կա ու ասեմ, որ ժամանակակից սինթետիկ թմրամիջոցների նույնիսկ մեկ գործածումը կարող է առաջացնել պսիխոտիկ խանգարումներ։ Վերջին շրջանում հանրային մեծ արձագանք էր ստացել 12-ամյա երեխայի դեպքը, երբ նրա օրգանիզմում հայտնաբերվել էր թմրամիջոց։ Նախնական տվյալներով այն երեխայի օրգանիզմ էր հասել կոնֆետի միջոցով։ Վաչե Հովսեփյանը նշում է, քանի դեռ գործը նախաքննության փուլում է, չի կարող մանրամասներ հայտնել, սակայն տեղեկացնում է։ Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների համատեղ միջոցառումների արդյունքում, որքանով տեղյակ եմ, կա անձ, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Մասնագետների խոսքով նոր մարտահրավեր է դարձել նաև սոցիալական ցանցերի ազդեցությունը։ Համացանցում տարածվող վտանգավոր բովանդակությունը եւ թմրամիջոցների վերաբերյալ հրապարակումները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում հատկապես դեռահասների ու երիտասարդների համար։ Միևնույն ժամանակ նրանք նաև դրական միտում են արձանագրում։ Ըստ մասնագետների հասարակության իրազեկվածության աճին զուգահեռ ավելանում է բուժման համար դիմելիությունը։ Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալների համաձայն աշխարհում թմրամիջոց օգտագործողների թիվը շարունակում է աճել, հասնելով շուրջ 316 միլիոնի, ինչը փաստում է, որ խնդիրը կրում է համաշխարհային բնույթ եւ դրա դեմ անհրաժեշտ է արդյունավետ եւ համակարգային պայքար։ Էլեն Խուդեան, Դավիթ Ղալաչյան, Հորիզոն։